Հանրապետության հրապարակում շարք են կանգնել նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները։ Այսօր ենթադրաբար տեղի կունենա ոչ միայն նոր տրանսպորտային միջոցների շնորհանդեսը, այլև համեր։ Երևանի Ամիրյան փողոցում նաև վաճառքի փոքրիկ տաղավարներ են տեղադրվում։ Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։ Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական եւ քաղաքակրթական ազգ է, եւ Իրանը միշտ եղել է նրա կողքին, ասված է դեսպանության X-ի էջում։ Օրերս իսրայելական Կան 11 պետական հեռուստաընկերությունը Եվրատեսիլ 2026 մրցույթի կիսաեզրափակիչի կադրերից մեկում Հայաստանը ներկայացրել էր ադրբեջանական դրոշով։ آمریکایی‌ها بدعهد هستن. Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ Թեհրանը պատրաստել է Հորմուզի նեղուցով հատուկ հատկացված երթուղով նավերի երթևեկության կարգավորման նոր մեխանիզմ եւ շուտով կներկայացնի այն։ Ազիզիի խոսքով այս կարգավորումը ձեռնտու կլինի բացառապես այն առևտրային նավերին ու ընկերություններին, որոնք համագործակցում են Իրանի հետ։ Նա նաեւ նշել է, որ իրանական կողմը վճար է գանձելու տվյալ մեխանիզմի շրջանակներում մատուցվելիք մասնագիտացված ծառայությունների դիմաց։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ակտիվորեն պատրաստվում են Իրանի դեմ հարձակումների հնարավոր վերսկսմանը, հաղորդել է The New York Times-ը, հղում անելով Մերձավոր Արևելքի իր աղբյուրներին։ Երեքշաբթի պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները պատրաստ են իրականացնել ԱՄՆ նախագահի ցանկացած որոշում, այդ թվում հակամարտության սրման վերաբերյալ։ Նա հրաժարվել էր լրացուցիչ մանրամասներ տրամադրել, հղում անելով լսումների ոչ գաղտնի բնույթին։ Թերթը նշել է, որ եթե ԱՄՆ նախագահը որոշի վերսկսել հարվածները, հնարավոր է իրանական ռազմական օբյեկտների եւ ենթակառուցվածքների ավելի ագրեսիվ ռմբակոծություն։ Այս գիշեր իմ հրամանով ամերիկացի զինվորները եւ Նիգերիայի զինված ուժերը իրականացրին չափազանց բարդ գործողություն, վերացնելու աշխարհի ամենահայտնի ահաբեկչին Աբու Բիլալ Ալ-Մինուկին, Իսլամական պետության համաշխարհային կառույցի երկրորդ դեմքին։ X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով այս հզոր ահաբեկիչը փորձել է թաքնվել Աֆրիկայում, սակայն Նիգերիայի ուժայինների հետ համատեղ գործողությամբ ամերիկյան կողմը բացահայտել է նրա թաքստոցը։ Նրա հեռացմամբ Դաիշի գլոբալ գործողությունը զգալիորեն կնվազի։ Շնորհակալություն Նիգերիայի կառավարության այս գործողության շրջանակներում ձեր գործընկերության համար, գրել է Թրամփը։ Պյատիգորսկում գազատար մեքենան պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է ժամանել քաղաքապետ Դիմիտրի Որոշիլովը։ Նա նշել է, որ պայթյունի պատճառը անօդաչու թռչող սարքի հարձակումը չէ։ Ըստ Ստավրոպոլի նահանգապետի միջադեպի հետևանքով տուժել է 2 մարդ։ Գազայի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Իսրայելի պաշտպանության բանակի իրականացրած օդային հարվածի հետևանքով։ Ըստ իսրայելական կողմի թիրախը եղել է Համասի ռազմական հրամանատարներից մեկը։ Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասալը հայտարարել է, որ շենքը, որտեղ բնակվում էին բազմաթիվ ընտանիքներ, թիրախավորվել է մի քանի հրթիռներով առանց նախնական զգուշացման, ինչի հետևանքով կան մեծ թվով զոհեր, վիրավորներ եւ տեղահանվածներ։ Բնակիչները դժգոհել են, նշելով, որ Իսրայելի եւ Համասի միջև հայտարարված հրադադարը գոյություն ունի միայն թղթի վրա, եւ հարվածները քաղաքացիական շենքերի ուղղությամբ շարունակվում են ամեն օր։ Բանգկոկում բեռնատար գնացքի եւ երկհարկանի տուրիստական ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 6 մարդ, առնվազն 30 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ավտոբուսը հայտնվել է ռեսերի վրա հենց այն պահին, երբ մոտեցել է մեծ արագությամբ ընթացող բեռնատար գնացքը։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոբուսի վարորդն ու մի քանի ուղևորներ տեղում մահացել են։